Այս վերջերս վարչապետի կառավարության նիստն եմ նայում ու մի հատ sense բան է հնչում այդ խանութի մասին։ Չգիտեմ խանութը ումն է, ով է տերը, բայց խոսքս ուզում եմ ուղղել ոչ թե վարչապետին, այլ այդ դուխով տղեկին, կենտրոնական բանկի կառավարիչ, էկոնոմիկայի նախարար, ՊԵԿ-ի նախագահ եւ ֆինանսների նախարարին։ Տղեկ, դուք այդ գերազանցիկի սինդրոմը եփեք ոնց որ հաղթահարելու, ձեր վերադասին հաճոյանալու համար վնաս եք տալիս սովորական խանութներին, դժվար էր այնտեղ բացատրել, որ խանութը ոչ թե պետությանն է խաբել, այլ ընդհանրապես գոյություն ունի տարբերություն կանխիկ վճարելու եւ քարտով։ Այդ տարբերությունը, որ ասել են, դա ընդհանրապես բանկային կոմիսիայի մասին էր, որը մինչև 2.5% է։ Սա ասեմ այս հարցով մեջները դուք գտեք ու ծառայեք ժողովրդին, ոչ թե ծառայեք ձեր էգոներին կամ ձեր վերադասին։ Ինչ վերաբերվում է առաջարկին, ուրեմն մենք ունենք մի քանի սուպերմարկետներ, որոնք սպասարկում են մի քանի ընտանիքների համար եւ գնալով մեծանում են։ Տեսեք, Աննա Հակոբյանը ասում է բոյկոտեք ուտուտ սուպերմարկետին, շարունակությունը ասեմ, նաև Ծիրանն է նույն մարդունը, եթե չգիտեն բնակչությունը, բոյկոտելուց բոյկոտեք, բայց ես միշտ դեմ եմ եղել բոյկոտելուն, ավելի շատ կոնստրուկտիվ առաջարկ եմ ուզում անեմ։ Եկեք սահմանենք որոշակի ժամեր կամ կիրակի օր սուպերմարկետները չաշխատեն, ասենք երեկոյան ժամը 10-ից հետո, խթանենք մեր փոքր տնտեսվարողներին բոլոր, սկսենք մեր համայնքից Երևան քաղաքի եւ դրանով զարգացնենք փոքր բիզնեսը, ոչ թե ասենք մի ձև քթեք, գնացեք փագեք։ Այդ մի ձևը մի հատ է լսել էինք մեր ձևով, ախր դուք այդ մեր ձևովին ասում եք դա քրյացին արտահայտություն է, բայց դուք ասում եք մի ձև քթեք, այդ խանութը փագեք։ Ուրեմն խնդրում եւ պահանջում եմ, ժողովրդավար եղեք, ոնց ասել եք, եւ հետեւեք ձեր սկզբունքներին։ Այսօր այսքանը։